Չեխական Շկոդա ընկերությունը միանգամայն հարմարավետ է իրեն զգում գերմանական Volkswagen ընկերության կազմում։ Նախկին սոցիալիստական երկրի ավտոարտադրողը շնորհիվ գերմանական հզոր ընկերության աջակցության այսօր վստահորեն նվաճում է իր տեղը արևի տակ, զբաղեցնելով մատչելի և փոքրածավալ մեքենաների շուկայի իրեն հասանելիք բաժինը։ Ահա Շկոդա ընկերության հերթական կոնցեպտուալ մոդելը Joyster անվանումով ներկայացված 2006 թվականի աշնանը Փարիզի միջազգային ավտոսալոնում, որն իր համակրելի դիզայնով և ֆունկցիոնալությամբ աներկբայորեն ցուցադրում է չեխական ընկերության առաջընթացը։ Շկոդայի նոր կոնցեպտը հասցեագրված է երիտասարդությանը։ Մեքենայի անվան մեջ նույնպես, ինչպես Ռումստերի պարագայում ծածկագրված է մեքենայի ուղղակի նշանակության ձևակերպումը։ Եթե Ռումստերի անվան մեջ Ռում բառը նշանակում էր սենյակ կամ ընդարձակ տարածություն, ապա Joyster անվանումում Joy-ը նշանակում է հաճույք, բավարարվածություն կամ ժամանց։ Հաճելի ժամանցի հիմնական կրողները երիտասարդներն են, ուրեմն նրանց համար պետք է ստեղծել մեքենա, որը վարելը և որում գտնվելը պետք է հաճույք պատճառի։ Մեքենան հաճելի տպավորություն պետք է թողնի նաև շրջապատի վրա, ուստի Շկոդայում ջանք չեն խնայել, որպեսզի Joyster-ը որքան հնարավոր է հաճելի և համակրելի տեսք ունենա։ Դրա համար մեքենային ներկել են վառ դեղին գույնով, օժտել արտահայտիչ, մի փոքր հանդուգն հայացքով, իսկ թափքին տվել այնպիսի ձև, որ ֆունկցիոնալությունից բացի պարզ չլինի, թե իրականում ինչպիսի թափք ունի այն՝ կուպե, հեթչբեք թե ունիվերսալ, չէ՞ որ հաճույքի մի մասն էլ հենց խորհրդավորությունն է։ Հետաքրքիր ձևավորում ունի Joyster-ի հետնամասը։ Այստեղ կան գազդանշանները դոմինանտ դիրք են գրավում, տանիքի երկու կողմերից իջնելով և այնուհետև հատվելով հորիզոնական գծի վրա, նմանվելով լատինական մի մեծ U տառի։ Տանիքն իրականացված է մթնեցված ապակիով, սակայն նրա եզրաշերտերը դեղին մետաղից են և կողքից դիտելիս շնորհիվ սև հենասյուների գլխարկի տպավորություն են ստեղծում, սակայն առավել հետաքրքիր է հետևի դռնակի կառուցվածքը։ Երկփեղկանի դռան մի մասը բարձրանում է վեր, իր հետ տանելով նաև տանիքի մի մասը, իսկ մյուս կտորը իջնում է ներքև, դառնալով հարմար հենահարթակ բեռներ բարձելու համար, սակայն նույն հենահարթակը մեկ ծալք ևս կատարելով դառնում է նստարան, որը առանց դժվարության կարող է դիմանալ երկու գեղեցկադեմ աղջիկների ծանրությանը։ Ինքը նստարանը և սալոնի նստատեղերն ու դռների դեկորները իրականացված են սև և դեղին նյութերի զուգադրությամբ, ստեղծելով աշխույժ տրամադրություն։ Joyster-ի սալոնում չափավոր ֆունկցիոնալիզմ է։ Այստեղ սարքավորված է հատուկ հարմարանք նոութբուքի համար, և երիտասարդ ուսանողը կարող է իրեն անհրաժեշտ ողջ ինֆորմացիան իր հետ ունենալով օգտագործել իր նոութբուքը նաև որպես մեքենայի օժանդակ ֆունկցիաների ղեկավարման համակարգ։ Սեփական նոութբուքի օգնությամբ կարելի է կարգավորել մեքենայի սալոնի լուսավորությունը, աուդիո համակարգը, ինտերնետից քաշել ցանկացած երգ կամ տեսահոլովակ և տեղում լսել այն, կամ օգտագործել այն որպես նավիգացիոն համակարգ։ Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական տվյալներին, ապա Շկոդայում որևէ տեղեկություն չեն հաղորդում, թերևս միայն հայտնի է, որ Joyster-ը պատրաստված է հաջորդ սերնդի Fabia-ի պլատֆորմի վրա, սակայն թե ինչ տիպի շարժիչ է նրա վրա տեղադրված առայժմ անհայտ է։ Շկոդայի ներկայացուցիչների հաղորդմամբ Joyster-ը ընդամենը կոնցեպտուալ մոդել է և նրա սերիական արտադրության վերաբերյալ առայժմ խոսք չի գնում, սակայն նույն բանն ասվում էր նաև Ռումստերի պարագայում մի քանի տարի առաջ, երբ այն դեռևս կոնցեպտի կարգավիճակում էր, այնպես որ կարծում ենք, որ եթե Joyster-ը դուր գա ավտոսիրող հասարակությանը, մասնավորապես երիտասարդությանը, ապա մի 2 տարի անց մենք ականատես կլինենք Շկոդայի մոդելային շարքի նոր ներկայացուցչի ծնունդին։